Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած խոշոր գողությունը դարձել է նահանգի գլխավոր թեման, ցնցելով թե բնակիչներին, թե ոստիկանությանը։ Օքլենդի ոստիկանության տվյալներով 2 շաբաթ առաջ անհայտ անձինք ներխուժել են քաղաքի թանգարանի պահեստ և տարել ավելի քան 1000 հնագիտական ու մշակութային արժեքավոր առարկա։ Գողացված իրերի թվում կան ամերիկյան բնիկ ցեղերի զարդեր, հյուսված զամբյուղներ, փղոսկրյա փորագրություններ և կենցաղային պատմական հավաքածուներ։ Դեպքից անցել է 2 շաբաթ, սակայն ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել մեղավորներին։ Թանգարանի տնօրեն Լորի Ֆոգարտին հայտնել է, որ դեպքի օրը պահեստում աշխատողներ չեն եղել, իսկ գողությունը բացահայտվել է միայն հաջորդ օրը։ Թանգարանը կոչ է արել բնակիչներին չգնել անհայտ ծագման հնաոճ իրեր և անմիջապես հայտնել իրավապահներին։ Քննությունը շարունակվում է, իսկ Օքլենդի մշակութային համայնքը դեպքը անվանել է քաղաքի պատմության մեջ ամենախոշոր մշակութային գողությունը։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու րոպեներ անց։ Ավտովթարի պատճառով ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների և դաշնային գործակալների միջև։ Հաղորդման ընթացքում կիմանաք, որքան գումար է անհրաժեշտ աշխատել, որպեսզի հայտնվեք բնակչության թոփ 5%-ի մեջ, և առհասարակ, որքան է միջին տարեկան եկամուտը ԱՄՆ-ում։ Բացի այդ, կտեղեկանաք, թե որ նահանգներում է ապագան և որտեղ է ապրելու ԱՄՆ բնակչության մեծամասնությունը մոտակա 20 տարվա ընթացքում։ Նշեմ, որ արդեն իսկ ահռելի փոփոխություններ են տեղի ունենում բնակչության տեղաշարժերում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս անհավատալի ցուցանիշներ ծխախոտի և մարիխուանայի օգտագործման վերաբերյալ։ Շաթդաունի պատճառով օդանավակայաններում աճում է կոորդինացման խափանումների թիվը։ Արդյունքում Նյու Յորքում 2 ինքնաթիռներ են բախվել։ Բացի այդ, նոր պատերազմի սպառնալիքներ են հնչում Աֆրիկյան Նիգերիայի դեմ։ Պատճառների և մանրամասների մասին կտեղեկացնեմ հաղորդման ընթացքում։ Իսկ հաղորդման վերջում մեր թիմի հետ հետաքրքիր թեմա ենք առանձնացրել ձեզ համար։ Պատմելու եմ աշխարհի ամենաճանաչված խաչմերուկներից մեկի մասին, որը վստահ եմ տեսել եք բազմաթիվ ֆիլմերում և նկարներում, լսել եք դրա նկարագրելի գեղեցկության և պայծառ լույսերի մասին։ Մի խոսքով պատմելու եմ Times Square-ի մասին, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել և մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք մեր հաղորդումը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ սննդային օգնության SNAP ծրագիրը կարող է վերսկսվել արդեն այս շաբաթ։ Նրա խոսքով անհրաժեշտ են որոշ ընթացակարգային քայլեր, սակայն նախագահ Թրամփը հանձնարարել է արագացնել գործընթացը, որպեսզի մարդիկ ստանան իրենց սննդային նպաստները հնարավորինս շուտ։ CNN State of the Union հաղորդման ընթացքում պատասխանելով լրագրող Ջեյք Թափերի այն հարցին, արդյոք հնարավոր է, որ վճարումները վերսկսվեն մինչև չորեքշաբթի, Բեսենթը պատասխանել է հնարավոր է։ Նախորդ շաբաթ Թրամփը նշել էր, որ պատրաստվում է ֆինանսավորել SNAP ծրագիրը, եթե վարչակազմի իրավաբանները հաստատեն դրա օրինական մեխանիզմները։ Ֆեդերալ դատարանի որոշմամբ նպաստների վճարումները ապահովելու համար կառավարությանը պարտադրվել է օգտագործել արտակարգ ֆոնդը։ Շաթդաունի հետևանքները կրկին հիշեցնում են իրենց մասին։ Այս անգամ Նյու Յորքի LaGuardia օդանավակայանում 2 United Airlines-ի ինքնաթիռ իրար են բախվել։ Դեպքը տեղի է ունեցել վատ եղանակի և պետական աշխատանքի դադարեցման հետևանքով, քանի որ օդանավակայանում աշխատակազմի լուրջ պակաս կա։ Օրլանդոյից ժամանած ինքնաթիռը մոտենալով կայանատեղիին թեթևակի հարվածել է մեկ այլ United-ի օդաչուի պոչին, որը սպասում էր Հյուսթոնի ուղղությամբ մեկնման հերթին։ 2 ինքնաթիռներն էլ վերադարձել են ստուգման կայանատեղի։ 328 ուղևորներն ու 15 անձնակազմի անդամները անվտանգ դուրս են բերվել։ Վնասվածքներից ոչ ոք չի տուժել, իսկ տեխնիկական մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի հնարավոր խափանումները։
Նյու Յորքի և Քենթաքիի պետական համալսարանների համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջին անգամ ԱՄՆ-ում մարիխուանայի օգտագործումը գերազանցել է սովորական ծխախոտի սպառմանը։ 2023 թվականի տվյալներով միայն կանաբիս օգտագործողների բաժինը հասել է 16%, մինչդեռ միայն ծխախոտ օգտագործողները նվազել են մինչև 8%։ Սա նշանակալի շրջադարձ է, հաշվի առնելով, որ երկար տարիներ մարիխուանան համարվում էր սահմանափակ և քրեականացված երևույթ։ Հետազոտության հեղինակները նշում են, որ նման փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մարիխուանայի օրինականացմամբ, ինչը մեծացրել է դրա հասանելիությունը և հասարակական ընդունելիությունը։ Միաժամանակ հակածխախոտային քաղաքականությունների, գովազդային սահմանափակումների և առողջ ապրելակերպի քարոզի արդյունքում շարունակվում է ծխախոտի օգտագործման նվազման միտումը։ Մասնագետները նկատում են, որ մարիխուանայի և ծխախոտի համատեղ օգտագործման մակարդակները մնում են կայուն, ինչը ցույց է տալիս փոխարինման դինամիկա, երբ շատ ամերիկացիներ հրաժարվում են ծխախոտից և այն փոխարինում են կանաբիսով։ Այս միտումը, ըստ գիտնականների, առաջիկա տարիներին կարող է վերաձևել ԱՄՆ-ի հանրային առողջության և կախվածությունների կառավարման ընդհանուր պատկերը։ ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգը դարձել է 36-րդը, որտեղ արգելվել է դասերի ժամանակ բջջային հեռախոսների և էլեկտրոնային սարքերի օգտագործումը։ Օրինագիծը ստորագրել է նահանգապետ դեմոկրատ Թոնի Էվերսը, ընդգծելով, որ որոշումը ստացել է երկու կուսակցությունների աջակցությունը։ Փաստաթղթը պարտադրում է դպրոցական շրջանակներին սահմանել կանոններ, որոնք կսահմանափակեն հեռախոսների օգտագործումը ուսումնական գործընթացում։ Չնայած դրան, նահանգի մի շարք դեմոկրատ օրենսդիրներ հայտարարել են, որ ավելի առաջնահերթ խնդիր է դպրոցական հրազենային բռնության խնդիրը, քան տեխնոլոգիական սահմանափակումները։ Օրինագիծը ստորագրելիս Էվերսը նշել է. «Մեջբերեմ, իմ պարտավորությունն է անել այն, ինչ լավագույնն է Վիսկոնսինի երեխաների համար։ Նման որոշումները պետք է ընդունվեն տեղական մակարդակով»։ Մեջբերման ավարտը։ Նահանգապետը մտահոգություն է հայտնել սոցիալական մեդիայի և բջջայինների ազդեցության վերաբերյալ, դրանք անվանելով լուրջ շեղող գործոններ, բռնության աղբյուր և նորմալ մանկության խոչընդոտող հանգամանքներ։ Նոր ուսումնական տարում նման սահմանափակումները արդեն գործարկվել են 17 նահանգներում և Վաշինգտոնում, իսկ առաջինը նման քայլ էր ձեռնարկել Ֆլորիդան 2023 թվականին։ Չիկագոյում տեղի ունեցած ավտովթարը դաշնային գործակալների և քաղաքացիների միջև վերածվել է լուրջ բախման։ Դեպքը սկսվել է, երբ սեդանը բախվել է սահմանապահ ծառայության մեքենային, ինչից հետո գործակալները ձերբակալել են 3 անձի։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է սահմանապահը մի տղամարդու գլխին հարվածում, երբ նա արդեն գետնին էր պառկած։ Ըստ ականատեսների, բախման ընթացքում իրավիճակը կտրուկ սրվել է։ Դաշնային գործակալները արցունքաբեր գազ են կիրառել, որոշ քաղաքացիներ փորձել են միջամտել ձերբակալությանը։ Տեսանյութում երևում է նաև, որ գործակալներից մեկը զենք է պահում մի կնոջ վրա, որը փորձում է բացել այն մեքենայի դուռը, որտեղ արդեն կալանավորված անձ էր նստած։ Ներքին անվտանգության վարչությունը հայտարարել է, որ ուժի կիրառումը եղել է ինքնապաշտպանական, սակայն ականատեսները պնդում են հակառակը, ընդգծելով, որ հանկարծակի արգելակման պատճառով հենց գործակալներն են վթարի մեղավորները։ Քաղաքային իշխանությունները քննադատել են դաշնային ծառայողների գործողությունները, հայտարարելով, որ ուժի նման կիրառումը անթույլատրելի է և դեպքը պետական մակարդակով մանրամասն քննվելու է։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Pew Research Center-ի հարցման համաձայն դեմոկրատ կուսակցության կողմնակիցների 67%-ը հիասթափված է իրենց կուսակցությունից, ինչը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնակի բարձր է։ Շատերը դժգոհ են, որ կուսակցությունը բավարար վճռականությամբ չի հակազդում Թրամփի վարչակազմին։ Հանրապետականների շրջանում դժգոհությունը կազմել է 40%, սակայն 69%-ը վստահել է իրենց կուսակցությանը։ Ընդհանուր առմամբ, ամերիկացիների մեծ մասը երկու կուսակցություններից էլ դժգոհ է։ Շատերը կարծում են, թե երկուսն էլ դարձել են չափազանց ծայրահեղական։
OpenAI-ի ChatGPT ծառայությունը փոխել է իր քաղաքականությունը, դադարեցնելով բժշկական, իրավական եւ ֆինանսական թեմաներով անհատական խորհրդատվության տրամադրումը։ Ըստ նոր կանոնների արգելվում է տալ կոնկրետ խորհուրդ առանց լիցենզավորված մասնագետների հաստատմանը։ Այժմ ChatGPT-ն կարող է միայն բացատրել բուժման մեխանիզմները առանց դեղերի անունների կամ դոզաների նշման, ինչպես նաեւ չի կարող ներկայացնել օրենքների կառուցվածքը եւ իրավական համակարգի սկզբունքները առանց փաստաբանական խորհրդատվության։ Այս փոփոխությամբ ChatGPT-ն պաշտոնապես դառնում է կրթական, ոչ թե խորհրդատվական գործիք։ Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև կնքված պատմական առևտրային համաձայնագրի մանրամասները, որը ձեռք է բերվել Թրամփի եւ Սի Ցզինփինի հանդիպումից հետո։ Փաստաթղթի համաձայն ԱՄՆ-ն կկրճատի մի շարք սակագներ, իսկ Չինաստանը պարտավորվում է զսպել ֆենտանիլի նախադրյալների հոսքը դեպի Միացյալ Նահանգներ, վերացնել նոր սահմանափակումները հազվագյուտ մետաղների արտահանման վրա եւ վերականգնել ամերիկյան գյուղմթերքի, հատկապես սոյայի շուկան։ Եթե ցանկանում եք ամերիկյան իրականության վերաբերյալ նորությունները առաջինը իմանալ, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Թրամփը կոշտ հայտարարությամբ սպառնացել է Նիգերիայի, նշելով, որ եթե չդադարեցվեն քրիստոնյաների դեմ հարձակումները, պատրաստ է ռազմական միջամտության։ Իր անձնական սոցիալական հարթակում արված գրառմամբ նա նշել է, որ իսլամիստ ծայրահեղականներին ոչնչացնելու նպատակով ԱՄՆ-ն զենքերը ձեռքին կարող է մուտք գործել Նիգերիա։ Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Նիգերիայի կառավարությունը չկասեցնի բռնությունները, Վաշինգտոնը կդադարեցնի այդ երկրի նկատմամբ բոլոր տեսակի օգնությունները։ Նա հավելել է, որ հանձնարարել է պատերազմի նախարարությանը պատրաստվել հնարավոր գործողություններին, ընդգծելով, որ հարվածը կլինի արագ, կատաղի եւ անողոք։ Հիշեցնեմ, որ կրոնական ազատությունների խախտման պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտը Նիգերիան ներառել էր հատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցուցակում։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով միայն 2025 թվականի առաջին 220 օրերի ընթացքում Նիգերիայում իսլամիստների հարձակումների պատճառով սպանվել է ավելի քան 7000 քրիստոնյա։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը միջուկային զենքի բաղադրիչների հետ կապված պատրաստվում է իրականացնել մի շարք սուբկրիտիկական փորձարկումներ։ Նման փորձարկումները չեն առաջացնում իրական միջուկային պայթյուն, սակայն կարևոր են մարտագլխիկների տեխնիկական վիճակը գնահատելու եւ անվտանգության համակարգերը փորձարկելու համար։ Սուբկրիտիկական փորձերը նախատեսում են ուսումնասիրել միջուկային նյութերի վարքը առանց շղթայական ռեակցիայի։ Այս մեթոդը թույլ է տալիս գիտական տվյալներ ստանալ առանց միջուկային փորձարկումների, միջազգային արգելքը խախտելու։ Դրանք հաճախ իրականացվում են հատուկ պայմաններում, լաբորատոր վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի տվյալների ճշգրտությունը եւ փորձերի անվտանգությունը։ Մասնագետների գնահատմամբ այս քայլը կարող է ուղղված լինել ԱՄՆ-ի միջուկային զինանոցի հուսալիությունն ու արդյունավետությունը պահպանելուն, սակայն որոշվելուծաբաններ զգուշացնում են, որ նման փորձերը կարող են միջազգային լարվածություն առաջացնել։ Բոստոնում գտնվող Հարվարդի բժշկական ճամբարում շաբաթ օրը պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով պայթյունը եղել է կանխամտածված եւ իրականացվել է ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 2:45-ի սահմաններում, երբ հրդեհային ազդանշանի կանչով դեպքի վայր են հասել Հարվարդի համալսարանի ոստիկանությունը։ Ոստիկանը նկատել է երկու դիմակավորված անձանց, որոնք փախել են հենց իր ժամանման պահին։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ ոստիկանը իրավիճակը ստուգելու համար բարձրացել է 4-րդ հարկ։ Հաջորդիվ հրապարակված անվտանգության տեսագրություններում երևում են նույն երկու կասկածյալները գլխարկներով եւ դիմակներով։ Իրավապահները հաստատել են, որ պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Քննությունը շարունակվում է եւ իրավապահները դեպքը դիտարկում են որպես դիտավորյալ կազմակերպված պայթյուն։ Թեքսասը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաարագ աճող նահանգը։ Վիրջինիայի համալսարանի կանխատեսմամբ առաջիկա 25 տարիների ընթացքում դրա բնակչությունը կավելանա շուրջ 8.6 միլիոն մարդով, ինչը երկրի բոլոր նահանգներից ամենաբարձր ցուցանիշն է։ Թեքսասին հաջորդում են Ֆլորիդան 5.2 միլիոնով եւ Կալիֆոռնիան մոտ 3.1 միլիոնով։ Մինչդեռ 18 նահանգներում սպասվում է բնակչության նվազում։ Ընդհանուր առմամբ մինչև 2050 թվականը ԱՄՆ-ի բնակչությունը կաճի շուրջ 9%-ով, ավելանալով մոտ 32 միլիոն մարդով։
Աճի տեմպերը սակայն հավասար չեն լինելու։ Յուտան կավելացնի բնակչության գրեթե 35%-ը մոտ 4 անգամ գերազանցելով ազգային միջինը, մինչդեռ Արևմտյան Վիրջինիան կարող է կորցնել բնակչության մինչև 15%-ը։ Այս փոփոխությունները մասնագետները կապում են տնտեսական հնարավորությունների, աշխատանքի շուկայի եւ կլիմայական պայմանների տարբերությունների հետ։ Նյու Յորքում աճը կմնա համեստ մոտ 4% կամ 820,000 մարդ, իսկ Իլինոյսը ըստ կանխատեսման կունենա ամենամեծ նվազումը, կորցնելով շուրջ 1.1 միլիոն բնակիչ։ Վերլուծաբանների խոսքով ծնելիության անկումը եւ ներգաղթի դանդաղումը առաջիկա տասնամյակներին կնվազեցնեն երկրի ընդհանուր աճի տեմպերը։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հանդես է եկել նոր սկանդալային առաջարկով անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու եւ նրանց տեղը բացահայտելու համար։ Նոեմը առաջարկում է մասնավոր ընկերություններին ներգրավել։ Ծրագիրը նախատեսում է, որ մուտք ստանալով պետական տվյալների բազաներ, մասնավոր ընկերությունները պետական պատվերով հետախուզման եւ ծանուցման ծառայություններ կտրամադրեն։ Ըստ փաստաթղթի, այս համակարգը կարող է միաժամանակ վարել մինչև 10,000 գործ եւ կարող է ընդլայնվել վարելով շուրջ 1 միլիոն գործ։ Ամերիկյան Geo-Banking Rate-ի հարցման համաձայն տարբեր սերունդների ամերիկացիներ տարբեր կերպ են պատկերացնում, թե ինչ եկամուտն է համարվում բարձր դասի մակարդակ։ Հարցմանը մասնակցել է 1000 մարդ եւ պարզվել է, որ հարուստ լինելու ընկալումը մեծապես կախված է տարիքից։ Baby boomer-ների, այսինքն 1946-ից 1964 թվականներին ծնվածների 35%-ը նշել է, որ տարեկան 100-ից 250,000 դոլար եկամուտն արդեն բարձր կարգավիճակ է ապահովում, իսկ 20%-ը կարծում է, որ դրա համար հարկավոր է առնվազն կես միլիոն դոլար։ Միլենիալների սերնդի, այսինքն 1981-ից 1996 թվականներին ծնվածների 37%-ը նշել է նույն միջակայքը 100-ից 250,000 դոլար, սակայն Z սերունդը, որը ներառում է 1997-ից 2012 թվականներին ծնվածներին, ավելի համեստ չափանիշներ ունի։ Նրանցից 1/3-ը կարծում է, որ բարձր դասը սկսվում է տարեկան մոտ 75-ից 200,000 դոլար եկամտից։ Նաև նշեմ, որ ԱՄՆ-ում միջին տնային եկամուտը կազմում է շուրջ 83,730 դոլար, իսկ top 5%-ի մեջ լինելու համար ընտանիքին հարկավոր է տարեկան մոտ 336,000 դոլար։ Ամենաբարձր 1%-ի մակարդակին հասնում են նրանք, ում եկամուտը գերազանցում է տարեկան 731,000 դոլարը։ Պենտագոնը կրկին հարված է հասցրել Կարիբյան ծովում գործող նարկոթրաֆիկով զբաղվող նավին։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հաստատել է գործողությունը, նշելով, որ հարվածը իրականացվել է միջազգային ջրերում հետախուզական տվյալների հիման վրա եւ նախագահի ուղիղ հրահանգով։ Ըստ Reuters-ի գործողության ընթացքում նավի վրա գտնվող 3 անձ է սպանվել, իսկ ամերիկյան կողմը կորուստներ չունի։ Վերջին ամիսներին նման գործողությունների թիվը հասել է տասնյակների եւ զոհերի ընդհանուր քանակը զգալի է։ ԱՄՆ զինուժը ըստ աղբյուրների Կարիբյան տարածաշրջանում վերջին ամսվա ընթացքում ակտիվացրել է ծովային եւ օդային ներկայությունը։ Այս հարվածները դիտարկվում են որպես ավելի լայն ռազմավարության մաս, որը Պենտագոնը անվանում է նարկոահաբեկչության դեմ պայքար։ Մարկ Ցուկերբերգը կորցրել է իր տեղը միլիարդատերերի համաշխարհային ցուցակի առաջին եռյակում։ Բլումբերգի տվյալներով նա երրորդից հայտնվել է 5-րդ հորիզոնական։ Պատճառը Meta Platforms-ի բաժնետոմսերի կտրուկ 11%-անոց անկումն է, ինչի հետևանքով Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում նվազել է շուրջ 29.2 միլիարդ դոլարով։ Այսպիսով նրա ներկայիս ունեցվածքը կազմում է 235.2 միլիարդ դոլար։ Մետայի բաժնետոմսերի անկումը խաթարեց Ցուկերբերգի այս տարվա հաջող աճը։ Դեռ տարվա սկզբին նրա կարողությունը ավելացել էր 57 միլիարդ դոլարով, իսկ բաժնետոմսերը բարձրացել էին 28%-ով։ Այժմ նրանից առաջ են անցել Ջեֆ Բեզոսը եւ Լարի Փեյջը, իսկ ցուցակի առաջին տեղում մնում է Մասկը, երկրորդը Լարի Էլիսոնը։ Բեզոսն ու Փեյջը շահել են իրենց ընկերությունների Ամազոնի եւ Գուգլի ուժեղ ֆինանսական արդյունքներից, որոնք բարձրացրել են նրանց բաժնետոմսերի արժեքը։
Հասանք մեր այսօրվա հաղորդման ամենահետաքրքիր հատվածին։ Ինչպես ամեն երկուշաբթի, այդպես էլ այսօր մեր թիմի հետ միասին ձեզ համար պատրաստել ենք Ամերիկայի ամենանշանավոր վայրերից մեկի՝ Նյու Յորքի Times Square-ի պատմությունը, իր լույսերով, բազմամարդ փողոցներով եւ անսպառ էներգիայով։ Այս վայրը ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ ԱՄՆ-ի խորհրդանիշներից մեկն է։ Times Square-ը գտնվում է Մանհեթենի սրտում, Բրոդվեյի և 7-րդ պողոտայի խաչմերուկում։ Նրա պատմությունը սկսվում է 1904 թվականին, երբ այստեղ տեղափոխվեց The New York Times թերթի խմբագրությունը։ Այդ ժամանակ էլ տեղանքը ստացավ իր ներկայիս անունը Times Square։ Հետաքրքիր է, որ մինչև այդ տարածքը հայտնի էր Longacre Square անունով և ինքնին տարածքը համարվում էր ոչ այդքան գրավիչ թաղամասի հատված, սակայն հենց New York Times-ի նոր շենքի բացումով այս հատվածը սկսեց արագորեն փոխվել, դառնալով քաղաքի գլխավոր կենտրոններից մեկը։ 1904 թվականին հենց այդ օրը այստեղ անցկացվեց առաջին նոր տարվա ժամանակի գնդակի իջեցման արարողությունը։ Այդ ավանդույթը շարունակվում է մինչև օրս և ամեն տարի գրավում է ավելի քան 1 միլիոն այցելու, դառնալով աշխարհի ամենահայտնի նոր տարվա տոնակատարություններից մեկը։ 20-րդ դարի կեսերը Times Square-ի պատմության ամենագործ ժամանակաշրջանն էր։ Տնտեսական ճգնաժամերի և հանցագործության աճի պատճառով այն կորցրել էր իր նախկին փայլը։ Սակայն 1990-ականներին Նյու Յորքի քաղաքային իշխանությունները սկսեցին լայնածավալ վերակառուցման ծրագիր, վերականգնելով տարածքի անվտանգությունն ու գեղեցկությունը։ Վերակառուցման արդյունքում այստեղ բացվեցին մեծ թատրոններ, կինոթատրոններ և հյուրանոցներ։ Այսօր Times Square-ը համարվում է Բրոդվեյի թատերական կյանքի սիրտը։ Մեր օրերում ամեն օր հազարավոր այցելուներ գալիս են այս փողոց համաշխարհային ճանաչում ունեցող բեմադրություններ դիտելու համար։ Ի դեպ, 2009 թվականից հետո է, որ այստեղով մեքենաներ չեն անցնում և այժմ միայն հետիոտների համար է։ Չնայած իր փոքր չափերին, Times Square-ը ապահովում է Նյու Յորքի զբոսաշրջային եկամտի մոտ 10%-ը։ Times Square-ի ամենահզոր և աչքին ընկնող առանձնահատկությունը նրա լույսերն են, որոնք այնքան շատ են, որ անգամ տիեզերագնացները հաստատել են, որ գիշերային Times Square-ը երևում է տիեզերքից։ Տասնյակ հսկայական LED էկրանները և գովազդային վահանակները լուսավորում են ամբողջ տարածքը, ինչի արդյունքում այն ստացել է աշխարհի խաչմերուկ անվանումը։ Ամեն օր այստեղով անցնում է շուրջ 350,000 մարդ, իսկ գովազդային վահանակների մեկ տարվա վարձակալությունը կարող է հասնել մի քանի միլիոն դոլարի։ Սակայն այս հրապարակը ոչ միայն զբոսաշրջիկների, այլև նյույորքցիների հանրային կարևորություն ունեցող վայր է։ Այն դարձել է քաղաքային կյանքի խորհրդանիշը, որտեղ մարդիկ հավաքվում են ցույցերի, համերգների, տոնակատարությունների և կարևոր իրադարձությունների ժամանակ։ 2008-ին միլիոնավոր մարդկանց մասնակցությամբ հենց այստեղ է անցկացվել Բարաք Օբամայի ընտրությունների պատմական գիշերը։ Այսօր Times Square-ը տարեկան ընդունում է ավելի քան 50 միլիոն այցելու, դառնալով աշխարհի ամենաշատ լուսանկարված և ամենաշատ այցելվող վայրերից մեկը։ Նրա փայլուն լույսերի հետևում թաքնված է ավելի քան 1 դարի պատմություն, իսկ դուք որ վայրը կցանկանաք տեսնել մեր հաջորդ երկուշաբթվա թողարկման ընթացքում։ Գրեք ձեր առաջարկները մեկնաբանություններում և ամենաշատ լայքեր ստացած տարբերակը կդառնա մեր հաջորդ պատմության թեման։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։